Նորից Կոշ գյուղումը տոնք նախնական գումարը տվանք եկա թակենյանք տասամին ամայի տղա վեշ շկոկա վեճ սատկա տնատարն ինձ ասում խոխեք լավ խոխեք լող մեր դպրոցին համապատասխանողն կտնանում կողքս ասում այսինքն ամա հա երբ շատ տնամ որ պատվիրեմ ասում այսինքն ամա տանամ գիշորը թիկին տնորենım ասում սկաստս քեզ ինչում ասում 200,000 ստոլի ես սեմեն գյուրենım չնամ քանի ուրիշ պենչ տրա ես կզետը խոխաչում բերա գիշորը թիկը խեյես իմ խոխաստաբիլի գիշորը թիկում Դե մնացանք առանց տոն, քեցանք Սայատնովա, 18 քավ 2 ամիս տիկացանք, միջև Մարմարաշեն տոնը կճարա։ 6 ամիսի վեր լրացալա, видимо, ինքի գիտացալա, վեշմին այդքան ծախ չննա, մզել թայրը չլալ օրիշ գիտացալա, համաձայնվալա, հետո թա չի կարում չում կենամ, խոխեք չարը։ Հակոբյանյանների բազմանդամ ընտանիքը այժմ Մասիսում է ապաստան գտել, բայց նորից տուն են փնտրում։ Այս անգամ արդեն բնակապահովման ծրագրով ձեռք բերված սերտիֆիկատը իրացնելու նպատակով։ Իրենց իրերի կողքին արդեն մեկ այլ արցախյան տեղահանված ընտանիքի իրերն են։ 2 օրից պիտի ազատեն տունը, օգոստոսի 6-ից տունը վաճառված է։ Բայց ահա Հակոբյանյանները ուր պիտի գնան։ Իրենք էլ այս տարվա հունվարին են ստացել քաղաքացիություն, բայց մինչև հիմա հարմար գնով տուն չեն գտնում։ Մասիսից կամ թեկուզ հարակից բնակավայրերից են ուզում ձեռք բերել։ Ընդհանուր գումարը 32 միլիոն դրամ է, լավ կնի վեր հալի վեր Մասիսին է, վեր դաժ Մասիս նորաբաց է լինի, էլի մոտիկա, նախ շկոլնա խնդիր վեր շուշու տեղափոխում են, պատար դժեր են տանում, պատար դժեր են համակերվում։ Գործնելու ուրանք մարդայրանց հետ է պեն մասնագիտություն է ունեն, զբաղվածություն ամինը դոհոլայքյունում մծը շահինը տղան դոհոլայքյունում աղջիկես երկի, պարի, տարբեր խմբակների մասնակցում ալի, հետը մենգե վարանդումնա, ես պահին Զաքար Քեշիշյանին հատ շուշվա վարանդումը երկն ասում։ Համերգներին պատրաստում, Մավրիկը երգ ասում Կոբալյանին կողքեն, Անկան Լուիզան, ուժեր առաջի դասարանն են գրանցած է։ 2023 թվականին վերջապես սեփական տանիքն ունեին Ստեփանակերտում, իրենց երազած 2 հարկանի տունը, հիշում է Սուսաննան։ Նույն թվականի Արցախի շրջափակման ամենածանր փուլում ապրիլ ամսին է ծնվել փոքրը, Ավետիսը։ Անգամ հղիության ընթացքում էր աշխատում, նուռ էր հավաքում այգիներում, նաև հավաքարար էր ռեստորանում։ Արմատներով Մարտունու ռայոնը ես Աշան գյուղից, ամուսինս Կաղարծի գյուղից ենք, բայց սկվերուց հետո ապրանք Ստեփանակերտ իրան գործին հատե ասկերանալ ծառայել ես, 5-րդ խոխան վեր արդեն ծնվալա, մեր մունք արդեն հերթագրված ընկլալ, 20 թվի վեր ամուսինս է հաշման համարալ, իմ պատար հերթա առաջ ընդվալ, շուտ տվալ ընտոնը։ Այստեղ Սուսանան զբաղվածություն չունի, բայց հենց տան հարցը լուծվի, վարսահարդարությամբ կկարողանա զբաղվել, շուտով կավարտի կրթական փուլը։ Սեպտեմբերի 9-ին բրձնանում կարդիլ է, վերսեփականնի տոնը հայաթնի բոստանկանինք, հավեր կպահինք։ Սուսաննայի ամուսինը Արցախում զինվորական էր, շարքային պայմանագրային։ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, 4 անգամ վիրահատվել է։ Հայաստանում հաստատել են ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, նախկին 3-րդ խումբն է, սակայն աշխատանքի չեն վերցնում, պատճառաբանելով, որ չի կարողանա կատարել գործառույթները իր առողջական խնդիրներով։ Ոսկի պահակություն ունի, որտեղ դիմել եմ ասալն ձեռնափայտովս հնարավոր չէ աշխատանքի վերցրած քեզ։ Տան հարցն է այս պահին ամենաառաջնայինը, համոզված է հայրը, գոնե տնամերձ հողամասում կարող է աշխատել, ստացած նպաստն էլ կօգնի այլ հարցերը լուծել։ Տուն կա իրենց համար հարմար պայմաններով, արժեքն է շատ բարձր, իսկ բազմանդամ ընտանիքը բացի սերտիֆիկատով նախատեսված գումարից այլ հավելյալ գումար չունի, ոչ էլ կարող է ներգրավվել։ Հանց տոն յորոնինք սերտիֆիկատ են համարժեքնի, ոչ ես, ոչ հարսը աշխատանք չունինք,
մեզ վարկ չեն տրամադրում, ոնց որ վարկ յորոնինք սերտիֆիկատ են կխենտինինք տոն յորոնինք։ Ներկա պահիս սենա մասիս կա $100,000 ասում։ Մեր սերտիֆիկատը 32 միլիոն է։ Ես վարկի վեսկե չունինք վեր, ոսկի տանիք գրավտինինք 4 միլիոն անմահամարյա 600 քանի հազար փողլե աստատը գումարը։ Սուսաննան սակայն հույսը չի կորցնում, անգամ իր առողջական խնդիրներն է այս պահին երկրորդական համարում։ Մինչդեռ բարերար.am կայքի միջոցով արդեն հավաքվել է գումար, որով կարող է պետպատվերի շրջանակում իրականացվելիք վիրահատության համար անհրաժեշտ իմպլանտը ձեռք բերել։ Սակայն ում խնամքին թողնի երեխաներին, եթե անգամ չգիտի, թե 2 օրից որտեղ են հայտնվելու։ Էստոնը պիտի վաղը չեմ, ես օրը զադիմնի, ուրանք էլ կյանքենեմ, ուրանք էլ պիտի կյանտոնում արվեր ծախալան, խնդիրն է, լիվյանց էլ չոնի, տեղ կնալի։ Ամենամեծ խնդիրն է, վեր ես էլ վիրահատիմ, սասունն էլ կինամա, էսա կինաբիդի նորից վիրահատման։ Եթե ինքն է վիրահատվի, արդեն այդ խոխեքը տանել պիրիլը, մինա հիշտեքինից հալամին պատարվաղտ պիտի տանին պիրիմ։ Փոքրիկների չարաճճիություններից ծնողները մի պահ ցրվում են անլուծելի թվացող խնդիրների ծանրությունից, բայց ավագ երեխաների մտահոգ հայացքները ավելի են խորացնում մտածմունքները։ Հոգնել է մի տեղից մյուսը գնալ։ Դժվար է ամեն անգամ նոր ընկերներ ձեռք բերել, նորից նոր միջավայր եւ նոր հույսեր կառուցել։ Այս երեխաների փխրուն աշխարհը ամեն անգամ փոքր ուրախություններից ամբողջանում է, հետո նորից կտոր լինում։ Միայն գունավոր երազանքներն են հույս տալիս, որ մի տեղից անպայման լույս է բացվելու։